Ինչ ենք փնտրում սիրելիներս, օգուտ թե փրկություն։ Ուզում եմ այս երկու բաների մասին այսօր մի կարճ խոսել։ Ոմանք փնտրում են օգնություն, ոմանք փնտրում են օգուտ։ Սիրելի ընկերներ, մենք պետք է փրկություն փնտրենք եւ ոչ թե օգուտ։ Նկատել եմ, որ շատ մարդիկ շատ ժամանակ չունեն աղոթելու այն մարդկանց համար, ումից օգուտ չունեն, բայց շատ մարդիկ վազում են այն մարդկանց ետևից, ովքեր որ ուզում են, որ մարդիկ փրկվեն։ Այսօր շատ կարևոր է ոչ թե փնտրել օգուտ, այլ փնտրել փրկություն։ Մարդկանց հետևից վազել, աղոթել, հասնել մարդկանց օգնության եւ ավետարանը տարածել, որպեսզի փրկվեն։ Սիրելի ընկերներ, եկեք փնտրենք ոչ թե օգուտ, այլ փնտրենք փրկություն։ Տեր Հիսուսը փնտրում էր փրկությունը եւ ոչ թե օգուտը, որովհետեւ այս վերջի ժամանակներում նկատում ենք մի շատ վատ սովորություն, որ շատ մարդիկ վազում են այն մարդկանց հետևից, գուցե կիլոմետրերով, տասնյակ, հարյուրավոր կիլոմետրերով կգնան ինչ որ միտեղ, որ օգուտ լինի, որ իրանց օգուտ լինի։ Փրկությունը գուցե երկրորդական է, բայց օգուտ լինի։ Շատ մարդիկ չեն գնում աղքատներին ավետարան քարոզելու, որովհետև օգուտ չկա։ Շատ մարդիկ տկարների հետևից չեն գնում, որովհետև օգուտ չկա, բայց հազարավորներ կվազեն հարուստների ետևից, որովհետև օգուտ կա, բայց ոչ թե փրկություն։ Սիրելիներս, գուցե լավ կլինի, որ այդ ամենը համատեղել, բայց եթե մենք միայն փնտրում ենք ու վազում ենք այն մարդկանց հետևից, որտեղից օգուտ կա, սա շատ վտանգավոր է։ Այսօր ես աղոթում եմ իսկապես, որ Աստված փոխի ամեն իրավիճակ եւ Տերը ուղղորդի մեր քայլերը դեպի այնտեղ, որտեղ կա փրկություն, որտեղ կարող ենք ինչ որ մեկի համար մենք լինենք փրկություն։ Որովհետև եթե դու ինչ որ մեկի համար լինես փրկության պատճառ, ես վստահ եմ, որ Աստված քեզ ուրիշ կողմերով էլ կօրհնի։ Եկեք փնտրենք փրկություն եւ ոչ թե օգուտ։ Սիրելիներս, եթե ինչ որ մեկը խնդրում է, որ դու իր համար աղոթես, ոչ թե քննի ու տես այդ մարդը ով է, ինչ է, արդյոք դու իրան պիտի տեսնես, արդյոք ինքը քո եկեղեցի գալու է թե ոչ, կապ չունի այդ մարդը քո եկեղեցի կգա, չի գա, եթե մեկը խնդրում է քեզ, որ դու իր համար աղոթես, ուրեմն փնտրեք փրկություն եւ ոչ թե օգուտ։ Աստված օրհնի ձեզ, եղեք օրհնված եւ եկեք մտածենք այս խոսքերի ուղղությամբ։ Տեր օրհնի ձեզ։